Ես քարոզություն իրականացնելու եմ բոլոր այն տեղերում, որտեղ գտնում եմ հարված։ Սա մեկ։ Եվ մնացած բոլոր կուսակցությունները եւ անհատները քարոզություն իրականացնելու են այնտեղ, որտեղ գտնում են իրենց նպատակահարմար։ Սա մեկ։ Ներողություն, եթե դա նույնիսկ լինի ձեր թիմակիցների ձայների խանգարելու հաշվին։ Ինչպես խանգարել չի կարելի ասել խանգարել։ Իմ սկզբունքը հետևյալն է։ Երբ մենք, այդ թվում նաև ես, որևէ մեկին դեմ չեմ աշխատում։ Ես եւ առաջի իմ հայտարարությունը դուք կլսեք, հիմնականում այդ սկզբունքի վրա խարսխված կլինի։ Մենք ընդհանրապես աշխատելու ենք մեզ կողմ եւ հանրությանը ներկայացնելու ենք այն, ինչ մենք արել ենք տարիների ընթացքում, իմ անցյալը, իմ այսօրվա մոտեցումները, իմ վաղվա տեսլականը վաղվա համար եւ մասնավոր իմ կարողությունների շրջանակներում եւ մակրո առումով քաղաքական ես ինչպես եմ պատկերացնում վաղը։ Պարոն Կարապետյան, լայն պետք է տան ձեր համար, ձեր մարզում, ձեր աշխատանքի համար, թե հանրապետական։ Դուք գիտեք ինչ, ես Նոստրադամուսը չեմ, որ պետք է գնաք այդ ազգաբնակչությանը մեկ առ մեկ հարցնեք։ Ես ասում եմ մի անգամ եմ եղել դեռ Վանաձորում, իսկ Վանաձորը մեկ ամբողջ Լոռին չի։ Լոռին ունի 5 նախկին շրջաններ, այդ թվում Վանաձոր քաղաք, 120 գյուղեր։ Այսինքն բոլորս նորմալ մարդավարի պետք է գնանք ընտրությունների եւ ամենակարևոր սկզբունքը եւ այդ մեսեջը ես ուղարկելու եմ մեր ընտրողներին, որ կլինի դա անդիմություն, թե դիմություն, թե կլինի մեր կուսակցության անդամների մեջ մրցակցություն, հանրությանը չպետք է բևեռացնենք։ Մենք միրով 7 ամսական եք ծնվել եղբայր։ Հանրությանը չի կարելի բևեռացնել, ընտրություն, մանդատը, ոչ մի մանդատ որևէ արժեք չունի, եթե մենք հանրությանը այս ընտրությունների ընթացքում ծայրահեղ բևեռացնենք։ Իսկ պատճառները դուք շատ լավ հասկանում եք։ Ինչ վտանգներ ունենք արտաքին, ինչ զարգացումներ կա, ինչպիսի տնտեսական վիճակ ունենք եւ հանրությունը եթե երկխոսության դաշտում չլինի, այլ անտագոնիստական դաշտում լինի, ցանկացած ծրագիր հետագայում շատ դժվար կլինի իրականացնել։ Իսկ չեք կարծում, որ հանրապետականի այդ սահմանած ռեյտինգային ընտրակարգը հենց բևեռացմանն է տանում, այսինքն ըստ էության մրցակցությունը։ Գիտեք ինչ, եթե լինեմ ազնիվ, ապա կասեմ հետեւյալը։ Այդ նախագիծը քննարկելու ժամանակ ես եղել եմ այն անձանցից մեկը, որը դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն դա նշանակում է, որ իմ պատկերացումների շրջանակներում կոմունակիցները քիչ են եղել եւ անցել է այն, ինչ անցել է։ Ներկուսակցական քննարկումների ժամանակ ես բացատրել եմ այդ բաները իմ պատկերացումների շրջանակներում եւ ես դեմ եմ եղել այս մոդելի ուրեմն ընտրությունների իրականացմանը, բայց առնելով մեր թիմային պայքարը հենց այս խնդիրը ոչ միայն, գիտեք ինչ, խառնաշփոթ է ստեղծում, ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե ժողովուրդը էլ խնդիրներ չունի, սաղս գնացել ենք, հիմա սաղին կոպիտ ասեմ ժողովրդական լեզվով, իրար դեմ հանելու ենք, հակասություններ ելնելու է, մենք թողելու ենք գանք էլի հանգիստ նստենք, մարդիկ իրար ազգ, բարեկամ թշնամի են դառնալու։ Ոչ մի մանդատ դրա արժեքը չունի։ Դուք շատ լավ գիտեք, 5 անգամ ես ընտրվել եմ։ 5 անգամ ընտրվել եմ եւ մանդատը իմ համար, եթե նրանք ովքեր ինձ շատ լավ ճանաչում են, գիտեն, որ երբեք դա իմ համար ինքնանպատակ չի եղել։ Դա ես ընդհանրապես օգտագործել եմ տարածքներին օգնելու համար։ Իմ անձնական հնարավորությունները փորձել եմ օգտագործել տվյալ տարածքի մարդկանց օգնելու համար։ Պարոն Կարապետյան, գուցե հրաժարվեք այս անգամ, եթե այս ձեր առաջարկները չէին խնդիր եք տեսել։ Եթե դուք ռեյտինգայինով մեր տարածքում առաջադրվեիք, միգուցե ձեր օգտին հանեի իմ տեխնացությունը։ Իսկ ձեր կարծիքով հանրապետականի ընտրական բազմաթիվ անգամներ քննադատել եք հանրապետականի շանսերը կուսակցության ինչպես եք գնահատում։ Այս պահին դժվարանում եմ ասել, ուսումնասիրություններ չունեմ, կարծում եմ որոշ հնարավորություններ ունենք հաղթահարելու որոշակի արգելք, որը կարող է կորիզ դառնալ վաղվա մեծամասնության ձևավորման համար։ Այսինքն չեք կարծում, որ բացարձակ մեծամասնություն Գիտեք ինչ, այսօր այդպիսի բաներ խոսել ընդամենը
մի քիչ թեթևամտություն կլինի, ընտրություններ են, կա հանրությունն է որոշելու, այդ որ բոլորը այդպես մեծ խոսում են, թող գնան տեղերում նայեն հանրության հոգեվիճակը, սոցիալական վիճակը, հələ Երևանից մի հատ դուրս եկեք էլի, սոցիալական վիճակը, հետո նոր մեծ փորձեն խոսել։ Դժգոհություն կա իշխանության։ Ոչ թե դժգոհություն կա, այլ շատ մեծ դժգոհություն կա եւ իշխանություններից եւ մեծ հիասթափություն կա իմ պատկերացմամբ ընդդիմությունից։ Հետևաբար հանրությունը ինքը կորոշի, հանրությունը բազմաթիվ շերտերից է բաղկացած։ Հիմա եթե դու ասեք սոցիալապես անապահով խավը ում ձայն կտա, ես կարող եմ ասել, բայց սոցիալապես ապահով խավը էլի կարող եմ ասել, շերտերի բաժանեք ասել։ Անապահով խավը մեծամասամբ ուրեմն կաջակցի ընդդիմադիր ուժերին։ Այդ անապահով խաղը նաև հաճախ կարող է ընտրակաշարք վերցնել։ Ընտրակաշարք մարդիկ այդքան միամիտ չեն այսօր, կարող են վերցնել եւ քվեարկել նրան, ում ուզում են։ Հիմա պարոն Կարապետյան, Լոռու մարզում օրինակ Տաշիրից Սալավերդում, Վանաձորում, Սպիտակում ընտրողը, եթե հանրապետականի ձայն տալի, ձեր ռեյտինգի հաշվին պետք է ձայն տա, թե Գիտեք ինչ, հենց նոր պատասխանեցի ձեր հարցին։ Հենց նոր պատասխանեցի ձեր հարցին։ Դուք իրենց հարցրեք, իրենք կասեն ձեզ։ Ես այս պահին, եթե ընտրողների հետ չեմ հանդիպել, ձեզ ինչ պատասխան տամ։ Այսինքն շեշտը քարոզաշրջան դնել եք ձեր անձնական Ես ասեցի, իմ հիմնական շեշտադրումները ասեցի։ Ես ներկայանալու եմ հանրությանը իմ անցյալով, ես ներկայանալու եմ իմ առաջ չարածով, հանրությունը մեկա տեսել է, 20 տարի տեսել է, արել ենք թե չենք արել։ Ես ներկայանալու եմ այն տեսլականով քաղաքական, ինչպես ես պատկերացնում եմ վաղվա օրը։ Եվ ինքը կորոշի, կաջակցի թե ոչ։ Պարոն Կարապետյան, ինչու դուք չեք ուզում այս հարցը նրանից է, որ հանրապետական հանրամատում մեծ ընդունելություն չունի։ Դուք ինչու չեք ուզում։ Ես կարող եք ասել որևէ ուժ, որ ընդունելություն ունի։ Իմ պատկերացումը հետևյալն է։ Այսօր Իշխանությունը երբեք մեծ ընդունելություն չունի։ Այսօր հանրությունը շատ մեծ դժգոհություն ունի բոլոր քաղաքական ուժերից եւ հասկանալի պատճառներով, որովհետեւ լինում են պատվիրված ընդդիմություններ, գնում են հանրության մոտ, սուտ խոստումներ են տալիս, գալիս են ստեղ, մեկ այլ դաշտում են աշխատում իբրև ընդդիմություն, բայց մեկ այլ բան են անում, հանրությունը կամաց-կամաց այս ամեն ինչը հասկանում է։ Իշխանները ստեն իրենք չեն կարող իրենց սուտ իրականություն դարձնել, որովհետև իշխանություն չեն։ Իշխանությունը խոստանում է ինչ-որ մի բան, իրականություն չի դարձնում եւ մնում է իշխանություն։ Այո։ Այս թնջուկը կարող Իսկ դուք ընտրող եք, չէ՞։ Իսկ ինչու եք ընտրում իշխանությանը։ Ես խորհուրդ կտամ չընտրեք, հա։ Ովքեր համարում են, որ իշխանությունը ճիշտ չի գործում եւ կգտնեք այն ուժը, որը շարժիչ ուժ կլինի, ուրեմն ընտրեք նրանց։ Ձեր նախասիրություններն են։ Ինչ է, բոյկոտը ինչ է տալու։ Բոյկոտը ինչ է տալու։ Ընդհակառակը համապետական ընտրություններին միակ շանսն է, որ հանրությունը իր խոսքը ասի, եւ եթե մենք իշխանության իբրև ներկայացուցիչներ ենք, չնայած այդքան էլ ինձ այդպես ինչ եմ համարում, ուրեմն թող այս պահին մեզ պատժեն։ Իսկ ո՞ր ներկա։ Ես ինձ պետական գործիչ եմ ավելի շատ համարում, քան թե կուսակցական գործիչ, որովհետև շատ լավ հասկանում եք, որ շատ դեպքերում կուսակցությունները նեղ կուսակցական շահերից ելնելով այս կամ այն խնդիրների շուրջ երբեմն այնպիսի մոտեցումներ են ցուցաբերում, որը հակասում է պետության շահերին։ Եվ այդ դեպքում ես որ կուսակցության անդամ լինեմ, եթե այդպիսի բան Կարապետյան, հանրապետականի անդամ լինելը ձեզ կօգնի, թե կխանգարի առաջիկա ընտրություններում ձեր խանգարի։ Իսկ հնարավոր է ընտրություններից հետո դուրս գաք հանրապետական։ Բայց ինչու։ Ինչու։ Չխանգարի ձեզ Ոչ, ես նվազ ձայներ ստանալու աղմուկ։ Այո, որտեղ հանրության մեջ լուրջ դժգոհություններ կա, բնականաբար դա իր ազդեցությունը կթողի նաև իմ ռեյտինգային վարկանիշի վրա։ Սարգսյանը դա գիտի, Սերժ Սարգսյանը գիտի դա։ Մի րոպե ես հերթով պատասխանեմ էլ բոլորս էլ գիտենք, ոչ մեկ միամիտ չի այսօր ստեղ։ Իսկ մի բան հաստատ դուք շատ լավ էլ գիտեք, որ երբ հանրության մեջ 1 միլիոն եւ ավել դա պաշտոնական թվերն է, որը ասում եմ, ընչազուրկ խավ կա, չկա այդպիսի մի երկիր, որ ինքը իր իշխանությանը սիրի։
չկա այդպիսի երկիր։ Իսկ պատճառները օբյեկտիվ են թե սուբյեկտիվ, ես կասեմ եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Օբյեկտիվը, որ մասսայական թալանը տարիներ շարունակվել է եւ առաջի անգամ չեմ խոսում եւ բոլոր այդպիսի մարդկանց ձեռքերը պետքա բռնենք եւ pedagogan ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետքա տեղ չունենան։ Ուզում են լավ ապրեն, իբրև խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ գնացեք ձեր ուղերը, ձեր պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե pedagogan ռեսուրսները օգտագործեք կամ գործիքները օգտագործեք ձեր անձնական շահերը սպասարկելու համար։ Այդպիսի մարդիկ ընդհանրապես պետք է քաղաքական դաշտից դուրս գան։ Որ դուրս եկան իշխանությունից, Հարապետյան վտանգվեցին։ Դուք պրովոկացիոն հարցեր եք տալիս։ Չէ, դե ասում եք պիտի գնաց։ Ես ընդհանուր սկզբունքների մասին եմ խոսում, անհատների մասին չեմ խոսում։ Երբ որ դրա կարիքը լինի, անհատներին էլ կարադառնանք, ես որևէ մեկից ոչ վախենում եմ, ոչ էլ քաշվեմ։ Պետքա սեղմենք այդ դաշտը բոլորս, այ առաջի սեղմողները դուք պետքա լինեք։ Բոլորս էլ պետքա սեղմենք, ես չեմ ասում, որ ես սպիտակ աղավնի եմ, բայց հաստատ բոլորդ գիտեք, որ իմ անձնական հնարավորությունները բավարար է եւ իմ ընտանիքի համեստ հնարավորությունները միշտ փորձել ենք լրակյաց առանց ավելորդ դենց էմոցիաների փորձել ենք օգտագործել ինչքան կարողացել ենք։ Մեկ ավելի շատ կօգտագործի, մենք շնորհակալ կլինենք։ Պարոն Կարապետյան, ասես ընդդիմություն լինեք ՀԿ-ի ներսում, դեսպես Անդիմություն չի։ Ցանկացած կուսակցության մեջ պետք է լինեն պրոգրեսիվ եւ ռեգրեսիվ ուժեր, եւ դա բնական է։ Ոչ թե միջկուսակցական պայքար միայն պետք է լինի, այլ պետք է լինի ներկուսակցական պայքար։ Պրոգրեսիվ ուժերը միշտ սովորաբար փիլիսոփայություն անցել է, կարծում եմ բուհում, կիմանաք, այո։ Հետո մենք կվիճենք, որտեղ ես շատ սիրում եմ այդ բանը առարգան։ Այդ երկու ուժերի, իսկ փիլիսոփայության առաջի հարցը, առաջի օրենքը դա հակասությունների միասնություն եւ պայքար, որը տալիս է զարգացում։ 3 օրենքներից մեկը եւ առաջինը դա է, չէ՞։ Մի րոպե, հիմա փիլիսոփայության մասով ենք խոսում, էլի։ Հիմա ցանկացած կուսակցության մեջ պետք է լինի այդ պայմանական, ասենք, փոքրամասնությունը, որը պետք է տեղաշարժի եւ կլինեն ուժեր, որոնց ձեռնտու է այդ վիճակը։ Ներկուսակցական այդ պայքարը միշտ ոչ թե անտագոնիզմը, այլ երկխոսությունը, պայքարը միշտ զարգացման երաշխավոր է տալիս, երաշխիք է տալիս նաև այդ կուսակցությանը առաջին, ինքն էլ զարգացում է ապրում եւ միջկուսակցային պայքարը զարգացում է տալիս երկրին։ Սա է մեխանիզմը, փիլիսոփայությունը լավա որ շատ լավ գիտեք։ Հանրապետականի առողջ փոքրամասնությունն եք, պարոն Կարապետյան։ Ես չէի ասի առողջ փոքրամասնություն եմ կամ մեծամասնություն եմ, ես խոսում եմ նրա մասին, ինչը ես մտածում եմ եւ բազմիցս հրապարակային դաշտում նաեւ արտահայտվել եմ, այդպես չի որ։ Եվ երբ որ տեսել եմ, որ ինչ որ բաներ ճիշտ չեն գնում, այլ հնարավորություններ չունենալով ես հրապարակային դաշտում եմ Հաշվի առնելով Պարոն Կարապետյան, իսկ ձեր ասացից կարելի է ենթադրել, որ այս ընտրությունների միջոցով հնարավոր կլինի անցնցում իշխանապողություն, եթե սոցիալապես անապահով խաղաղ իշխանության չի ընտրի, մեծ մասսապահքատության մակարդակը գիտենք, ընտրողների տրամադրվածությունը։ Պրակտիկ մոտեցումս ասեմ, թե տեսականորեն։ Պրակտիկ ռեալ չեմ տեսնում, տեսականորեն հնարավոր է։ Պարոն Կարապետյան, հաշվի առնելով, որ 2008 թվականից երկրի վիճակը միայն վատացել է, կարելի է համարել, որ դուք հանրապետականում միշտ պարտվածի դիրքերում եք, որպես պրոգրեսիվ։ Գիտեք ինչ, դուք մի քիչ խեղաթյուրում եք իմ ասածները, նենգափոխում եք ավելի ճիշտ։ Նենգափոխման համար շնորհակալություն։ Ես ասեցի, ցանկացած դաշտում պետք է լինի երկխոսություն։ Ես ունեմ անհատեմ, որը ունի իր պատկերացումները։ Եվ ես խոսում եմ այն շրջանակներում, ինչի մասին խոսել եմ եւ խոսում եմ եւ կխոսեմ։ Պրոգրեսիվ եւ ռեգրեսիվ ուժերը, որոնք Ոչ, ես եթե բարձրաձայնում եմ, ուրեմն պարտված դիրքերում չեմ։ Իսկ երկիրը դրանից շահել է։ Գիտեք ինչ, երկիրը մենակ ինձանով մի կշռեք, ես իմ անձնական հնարավորությունները, իմ ընտանիքի անձնական հնարավորությունները, տեսնելով որ շատ տեղեր կաղում են, պետության հնարավորությունները քիչ են, փորձել ենք մեր անձնական հնարավորությունները ի նպաստ օգտագործել տվյալ տարածքներին կամ սոցիալական խոցելի շերտերի համար կամ կրթական ոլորտի համար
Ամենայն դեպս մեր հոգու առաջ այդքան մեծ պատասխանատվություն չունենք, մենք մեր ընտանիքով հաստատ ես դա կարող եմ ասել։ Ռեսուրսները չգողանան, ամենևին էլ սահմանափակ չեն, կարան ուղղել ժողովրդին, դուք համամիտ եք, հա, դրա այդ ասում եք, տեսնելով որ սահմանափակ է ռեսուրսները։ Իհարկե, որ չգողանան մի քիչ ավելին կլինի, բայց գիտեք ինչ, ռեսուրսները միշտ մարդկանց պահանջը մեծանում է, եւ եթե դինամիկ այդ փոփոխությունները չի լինի, տնտեսության ակտիվացումը չի լինի եւ բյուջետային մուտքերը ավելին չեն լինում եւ այդ նույն պահանջարկի հետ չի ավելանում նաեւ առաջարկը, այդ դեպքում առաջարկը, այսինքն բյուջետային հնարավորությունները, որը պետք է սպասարկի հանրության շահերը։ Պարոն Կարապետյան, Հանրապետականի ցուցակում Ես արդեն հոգնեցի։ Դուք կնած բաներ եք անում, որ գնալու եմ այնտեղ էլ զայ չդառնի, Հանրապետականներ լավատեսորեն են տրամադրված Կարեն Կարապետյանի աշխատանքի վերաբերյալ։ Ես միանում եմ։ Կարծում եք, որ հույսեր ունեք նրա կառավարությունից։ Ոչ միայն հույսեր ունեմ, ես իրեն շատ լավ ճանաչում եմ եւ ես գիտեմ, որ ինքը ձգտելու է, ամեն ինչ անելու է, որպեսզի տեղաշարժ ապահովվի։ Եվ կլինեն շատ ուժեր, որոնց ձեռնտու է այս վիճակը, եւ կլինեն խանգարողներ։ Ես կլինեմ իրեն օգնողներից մեկը եւ շատ ցանկացողներից մեկը, որպեսզի գործերը նորմալ գնա։ Որտեւ իր գործերը նորմալ գնալը դա անձի գործեր չի։ Նա պետական ամենաբարձր պաշտոնյաներից մեկն է, երրորդն է մեր սահմանադրությամբ եւ իր աշխատանքի արդյունքները մարդիկ պետք է ազգան։ Իսկ այդպիսի մարդկան չօգնել, խանգարել, ինչա, չգիտեմ, մեկին այս դուր չի գալիս, մեկին այն դուր չի գալիս, ես կարծում եմ դա ճիշտ չի։ Անգամ իմ բարեկամն էլ լինի, եթե ինքը ճիշտ չի աշխատում, ես կարող եմ քննադատել։ Պարոն Կարապետյան, ձեր գնահատական էլի ներկայացրեք ու նաև ասեք փոքրամասնությունը ինչքանով է ներկայացված, նաև Պաշտպանության նախարարի ցուցակը։ Այդ էլ հաջորդ դասին մնացած հանրապետականն է։